Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե օրական ուտեք ընդամենը 1 ընկույզ։ Ընկույզը համարվում է ամենաօգտակար բնական մթերքներից մեկը, նույնիսկ օրական ընդամենը 1 ընկույզ ուտելը կարող է զգալի ազդեցություն ունենալ ձեր օրգանիզմի վրա։ Թվում է քանակը փոքր է, բայց ազդեցությունը, հավատացեք, շատ մեծ է։ Ընկույզն արտաքինով հիշեցնում է ուղեղը և դա պատահական չէ, այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, B խմբի վիտամիններով և մագնեզիումով։ Օրական 1 ընկույզը օգնում է բարելավել հիշողությունը, բարձրացնել կենտրոնացումը, նվազեցնել մտավոր հոգնածությունը։ Հատկապես օգտակար է սովորողների, ուսուցիչների և մտավոր աշխատանք կատարողների համար։ Ընկույզը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և պաշտպանում սրտանոթային համակարգը։ Կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը, ամրացնում է անոթների պատերը, օգնում է կարգավորել արյան ճնշումը։ Նույնիսկ 1 ընկույզը կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե օգտագործվում է ամեն օր։ Ընկույզը հարուստ է երկաթով և պղնձով, որոնք կարևոր են հեմոգլոբինի բարձրացման համար, թուլության ու գլխապտույտի նվազեցման համար։ Դա հատկապես կարևոր է կանանց, դեռահասների և անեմիա ունեցող մարդկանց համար։ Ընկույզը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում։ Այս տարրերը նպաստում են ոսկրերի ամրությանը, հոդերի առողջությանը, ատամների պաշտպանությանը։ Ընկույզը բնական հակաօքսիդանտ է, այն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների, բակտերիաների, բորբոքային գործընթացների դեմ։ Օրական 1 ընկույզը կարող է դառնալ փոքր, բայց կարևոր պաշտպանություն։ Ընկույզը պարունակում է տրիպտոֆան նյութ, որը նպաստում է մելատոնինի արտադրությանը, խոր ու հանգիստ քնին, սթրեսի նվազեցմանը։ Լավ է օգտագործել երեկոյան քնելուց 1-2 ժամ առաջ։ Բայց հիշեք, որ ընկույզը ունի նաև հակացուցումներ։ Չնայած օգտակարությանը, ընկույզը ոչ բոլորին է հարմար, ովքեր ունեն ալերգիա։ Եթե ունեք ընկույզի ալերգիա, նույնիսկ 1 հատը կարող է առաջացնել քոր, այտուց, շնչառական խնդիրներ, մարսողական խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ունեն գաստրիտ, ստամոքսիխոզ, ենթաստամոքսային գեղձի խնդիրներ։ Ընկույզը կարող է ծանրաբեռնել մարսողական համակարգը։ Որոշ մարդկանց մոտ ընկույզը կարող է առաջացնել միգրեն կամ գլխացավ, հատկապես մեծ քանակով օգտագործելիս։ Ինչպես ճիշտ օգտագործել օրական 1 ընկույզ։ Ավելի լավ է ուտել առավոտյան քաղցած ստամոքսին կամ կեսօրին, որպես թեթև սնունդ։ Կարելի է համադրել մեղրի հետ, մածունի կամ շիլայի մեջ։ Լավագույն տարբերակը թարմ և չմշակված ընկույզն է։ Օրական ընդամենը 1 ընկույզը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը, պաշտպանել սիրտը, ուժեղացնել իմունիտետը, բարելավել քունը, սակայն ամեն ինչի պես այստեղ էլ կարևոր է չչարաշահել և հաշվի առնել ձեր օրգանիզմի առանձնահատկությունները։ Ընկույզն իր օգտակար հատկություններով հայտնի է վաղուց։ Դրանից շատ օգտակար ձեթ են ստանում և առհասարակ այն օգտագործում են հակաբորբոքային, վերքերն ապաքինող մանրէասպան դեղամիջոցներ պատրաստելու համար և այլն։ Ընդ որում օգտակար է ոչ միայն միջուկը, այլև ծառի արմատներն ու տերևները։ Իսկ այժմ մի հետաքրքիր պատմություն ընկույզի մասին։ Մի ժամանակ մի փոքրիկ գյուղում, որտեղ անտառի վանդակները լցված էին ընկույզով, ապրում էր մի երիտասարդ աղջիկ՝ Անի։ Անին միշտ խելացի ու առույգ էր, բայց հաճախ էր զգում հոգնածություն, գլխացավ և անհանգստություն։ Հատկապես քննությունների ժամանակ նրա հիշողությունը վատ էր աշխատում և նա հաճախ էր մոռանում անգամ ամենապարզ բաները։ Մի օր նրա մեծ տատն, ով գյուղում հայտնի էր որպես գիտուն և խելացի, նրան տվեց մի փոքրիկ փայտե տարա, որի մեջ կար միայն 1 ընկույզ։ «Սա սովորական ընկույզ չէ,» ասաց տատը, «կատարյալ է ուղեղի, սրտի և մարմնի համար, կեր այն ամեն օր և տես, թե ինչ կկատարվի»։ Անին մի պահ զարմացավ. միայն 1 ընկույզ, ամեն օր 1 ընկույզ, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Բայց նա որոշեց լսել տատի խորհուրդը։ Առաջին օրը Անին զգաց, որ նրա տրամադրությունը մի փոքր լավացել է։ Երկրորդ օրը նկատեց, որ մտածելն ավելի հեշտ է դարձել։ Երեքշաբթի, երբ նա փորձում էր հիշել իր դասերը, բառերը միանգամից գալիս էին մտքին, ասես ընկույզը բացել էր նրա ուղեղի գաղտնի դռներ։
Մի շաբաթ անց Անին սկսեց նկատել փոփոխություններ նաև իր մարմնում: Սիրտն ավելի հանգիստ էր աշխատում, փոքր ու կոպիտ ցավերը ձեռքերում և ոտքերում սկսեցին կորցնել իրենց լարվածությունը, նրա մաշկն ավելի փայլուն էր դարձել, մազերը առողջ, իսկ մարմինն ավելի եռանդուն: Բայց ամենահետաքրքիր բանն այն էր, որ մեկ ամիս անց Անին նկատեց, որ նրա ներսում խաղաղություն է եկել: Քունը խորն էր, իսկ առավոտյան նա արթնանում էր էներգիայով լի: Նա հասկացավ, որ այս փոքրիկ ընկույզը պարզապես սնունդ չէ, այն կարծես առեղծվածային դուռ է, որը բացում է մարմնի և մտքի լիարժեք պոտենցիալը: Անին սկսեց կիսվել իր պատմությամբ ընկերների հետ: Ոմանք ծիծաղում էին, իսկ ոմանք փորձեցին նաև փորձել և շատերը իսկապես նկատեցին, թե ինչպես փոքր, բայց կանոնավոր գործոնը կարող է մեծ փոփոխություններ բերել առողջությանը: Տարիների ընթացքում Անին երբեք չմոռացավ այն միակ ընկույզը, որը փոխեց իր կյանքը: Նա սովորեց, որ մեծ արդյունքների համար երբեմն հարկավոր է միայն մի փոքրիկ, բայց կարևոր քայլ, և այդ քայլը կարող է լինել ամենաթանկ, բնական, պարզ և լի էներգիայով: Նշենք նաև, որ ընկույզն ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Ընկույզն օգնում է նվազեցնել ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի վտանգը, այլ նաև կրծքագեղձի: Հետազոտություններից մեկը հաստատել է այն պնդումը. ընդհանուր առմամբ, ընկույզի ամենօրյա օգտագործումը 30-40%-ով նվազեցրել է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ինչպես արդեն նշեցինք, այն հոգում է սրտի առողջության մասին: Ընկույզը նպաստում է նաև քաշի կարգավորմանը: Խելամիտ քանակով ընկույզի ամենօրյա օգտագործումը նպաստում է քաշի կարգավորմանը: Թերևս պատճառն այն է, որ ընկույզի շնորհիվ հագեցվածության զգացողությունն ավելի երկար է տևում, ինչպես նաև կրճատվում է ընդունվող սննդի քանակը, իսկ օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սննդանյութերով: Ինչպես նշեցինք, ընկույզի հակաօքսիդիչները նաև բարելավում են օրգանիզմի լիպիդային ֆոնը: Ընկույզն օգնում է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը: Ընկույզի դրական հատկություններից մեկը տղամարդկանց վերարտադրողական առողջության բարելավումն է: Օրական մոտ 75 գրամ ընկույզի օգտագործումը բարենպաստ է անդրադառնում սերմնահեղուկի որակի, կենսունակության և շարժունակության վրա: Եվ վերջում մի քանի պարզ խորհուրդ: Ընկույզ ճաշակելիս խորհուրդ չի տրվում մաքրել ընկույզի կեղևանման արտաքին շերտը, որը կարող է մի փոքր դառնահամ լինել, քանի որ հակաօքսիդիչների 90%-ը պարունակվում է հենց այդտեղ: Առողջության համար առավել օգտակար են օրգանիկ և հում ընկույզները, իսկ դրանց ազդեցությունը բարելավելու համար կարող եք թրջել ջրում, թողնելով մի գիշեր: Պետք է հաշվի առնել, որ ընկույզներն արագ են փչանում, ուստի դրանք պետք է պահել հերմետիկ տարայի մեջ, սառնարանում կամ սառնախցիկում: Եվ հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում: Եթե ունեք որևէ խնդիր, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժումը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը: Առողջ եղեք: